Բացօթյա ընթերցանության փառատոնի երկրորդ օրը այս անգամ նախատեսված է երեխաների համար։ Սիրահարների այգում հավաքվել են բազմաթիվ երեխաներ, որոնք սիրով ընթերցում եւ արտասանում են հայտնի հեքիաթասացների գրած տողերը։ Ֆլեշմոբ դիվիզիայի համահիմնադիր Էդուարդ Լևանյանի խոսքով երեխաների համար նախատեսված միջոցառումը հագեցած է եւ լի է անակնկալներով։ Բազմաթիվ երեխաներն արդեն եկել են մասնակցում են, շուտով սպասում են մանկական ներկայացումներ, այն հատվածում մանկական գրքերի պրեզենտացիաներ են, որից հետո հեքիաթասացություն, երեխաների ընթերցանություն ու նաև հանելուկներ են լինելու։ Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Անի Ստեփանյանի խոսքով նման միջոցառումները անհրաժեշտ են հասարակության տարիքային բոլոր խմբերի համար։ Նրա կարծիքով այսօր անհրաժեշտություն կա գրքի եւ համացանցի համատեղման։ Կարծում եմ մանկական միջոցառումները միշտ էլ արդիական են, միշտ էլ երեխեքի համար շատ հետաքրքիր են ու իստում այսօրվա միջոցառումը արդեն այսքան մարդը վկայում է, որ բավականին արդիական է ու դեռ միջոցառման սկիզբն է, դեռ շատ մարդ է գալու է։ Փոքրիկ Մարիան կարդալ շատ է սիրում եւ այսօր նա եկել է իր սիրելի հեքիաթը կարդալու համար։ Նորից առավ։ Սիրահարների այգում գրքի հոտ է եւ չնայած այսօր համացանցի արկայությանը եւ նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը, գիրքը միշտ արդիական է մնում։